Ինչ է կարծում, ինչ պիտի լինի, որ նա հեռանա։ Մի հատ քարտը փնկելխին սատկացնեն։ Արդյոք Նիկոլ Փաշինյանի համակիր Գառնեցի Էդվարդ Ստեփանյանն իր այս առաջարկության համար կկանգնի դատարանի առաջ, ինչպես նման խոսքեր արտաբերած ընդդիմադիր հայացքներով քաղաքացիները։ Երեկ Ստեփանյանը ներկա էր գյուղի եկեղեցում վարչապետի մասնակցությամբ պատարագին։ Իշխանական կուսակցության լրատվամիջոցի Սիվիկի լրագրողն էր մոտեցել եկեղեցու բակում հավաքվածներին, հարց տվել, այս պատասխանը ստացել ու հրապարակել։ Թող հեռանա։ Ստեփանյանն Զգարնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի, համայնքապետարանի ենթակայությամբ գործող կոմունալ տնտեսության աշխատակից է, զբաղվում է ջրաչափերի սպասարկմամբ։ Դատախազությունից ազատությանը հայտնեցին, թե ուսումնասիրում են Ստեփանյանի հայտարարությունը, եթե պարզվի, որ կա հանցակազմ, ապա գործը կուղարկեն քննչական կոմիտե վարույթ նախաձեռնելու համար։ Մինչ դատախազությունը կորոշի Գառնեցի տղամարդու ճակատագիրը, քննչականում ու դատարաններում տասնյակ գործեր կան ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչների դեմ։ Ժամանակներ որ մենք ենք ապրում, ես ճարեմ մանգալը Նիկոլին բռնեմ վիզը փոկեմ։ Ամռան իրավապահներն արագ կողմնորոշվել էին երկքաղաքացի 72-ամյա Ռաֆայել Սարգսյանի դեպքում, երբ վարչապետ Փաշինյանի հասցեին էր արտահայտվել։ Քննչական կոմիտեն մեկ օր անց վարույթ էր նախաձեռնել հոգեկան ներգործության հոդվածով։ Սարգսյանին մեղադրում են սպանության սպառնալիքի համար։ Գործն արդեն դատարանում է։ Նույն արագությամբ ձերբակալել էին նաև Վարձով տան պատշգամբից վարչապետի ուղղությամբ խնձոր նետած արցախցի 72-ամյա Ալբերտ Արեստամյանին։ Խնձորը չէր դիպել Փաշինյանին, ոչ մեկը չէր տուժել, Փաշինյանի քաղաքականությունից դժգոհ տարեց տղամարդու արարքը որակվել էր խուլիգանություն։ Չեմ իմացել, որ ստեղ ինքը ինչ է։ Ես եկամ դա ծխախոտ տսայնական, ասում ես ինքնա ենք չի։ Հետո տսավ ինքնա, ասեցի դե ինքնա, արկայերա բողոքի ակցիա արած մի հատ։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով, որպեսզի հանրությանը ցույց տան, թե բռնության դեմ են պայքարում, Գառնեցի իշխանամետ տղամարդուն գուցե խավության նոխազ դարձնեն։ Ամենասարսափելին այս պատմության մեջ նա էր, որ մարդկանց համար ատելության խոսքը, բռնության կոչերը դարձել են նորմալ։ Մարդիկ կարող են եկեղեցու բակում հնչեցնել բռնության կոչեր եւ համարել իրենց քրիստոնյա եւ համարել, որ իրենք այդ գաղափարների կրողն են։ Եվ սրա մեղավորությունը միանշանակ իշխանություն, հատկապես իշխանություններին է, եւ այս մարդը կդառնա խավության նոխազ, այնինքը կլինի այն անպետքական էլեմենտը, որը ամեն ջանք գործադրեց պաշտպանելու համար իշխանություններին, բայց նաև պարզի է ենթարկվել։ Կարապետյանցի համար քաղաքացու այս վարքագիծը զարմանալի չէ։ Ընդգծում է սիրո ու համերաշխության լոզունգով իշխանության եկած Փաշինյանի թիմը պարբերաբար հակառակն է քարոզում։ Մարդկանց կոչ են անում մասնակցել պատարագներին, բողոքել, երբ պատարագի տեքստում հնչի կաթողիկոսի անունը, այսինքն բախում են հրահրում, կարծում է իրավապաշտպանը։ Կարևոր չի ինչ կգրեն թղթերի մեջ, կարևոր չի ինչ կասեն, կհայտարարեն տեքստերով, շատ ավելի կարևոր է թե կոնկրետ գործողություններով, որվա իշխանությունը իր տարբեր դերակատարներով ինչ գործողություններ է անում։ Օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար, ընդգծում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ու հավելում, Գառնեցի տղամարդը պարզապես այս իրականության զոհն է։ Իշխանությունները իրենց գործողություններով վարչապետի գլխավորությամբ, վարչապետի նախաձեռնությամբ, վարչապետի մշակված քայլերի, մշակած մտածված քայլերի հետևանքով երկրում ստեղծել են մի այնպիսի մթնոլորտ, որտեղ տերում է անհանդուրժողականությունը, իրար նկատմամբ եւ ատելություն եւ չարությունը։ Այդ համատեքստում այս կարգի մարդիկ շատ են լինելու, բայց նրանք բոլորը, ես նրանց բոլորին դիտարկում եմ որպես զոհեր։ Իրավապաշտպանները մեկ անգամ չեն հիշեցնում խտրական արդարադատության մասին, երբ իրավապահները ոչ մի հանցակազմ չգտան քաղաքացու երեսին թքած ազգային ժողովի նախագահի եւ ընդդիմադիրների վիզն ու ականջները կտրել սպառնացող իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի գործողություններում։